Կաթողիկոսը գահընկեց, արդյոք հայոց պատմության մեջ նման նախադեպ ունեցել ենք, թե Գարեգին Բ կարող է դառնալ գահընկեց արված առաջին հայ կաթողիկոսը։ Բարև ձեզ, այսօր արդեն բացեիբաց քննարկվում է ամենայն հայոց կաթողիկոսի գահընկեցության թեման։ Ոմանք ներկա կաթողիկոսի հեռանալն են պահանջում, ոմանք երդվում, որ կյանքի գնով կպաշտպանեն Գարեգին Բ-ի կաթողիկոսական աթոռը, բայց միայն փաստը, որ թեման քննարկվում է, արդեն ինչ-որ բան նշանակում է։ Հաճախ մենք հակված ենք մտածելու, որ հայ առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությունը սոսկ խաղաղության, հոգևոր ներդաշնակության եւ անխռով ընթացքի պատմություն է։ Մենք սովոր ենք ընդունել, որ 301 թվականին քրիստոնեության պետական կրոն հռչակումից ի վեր հայրապետական աթոռը եղել է անսասան, իսկ նրա վրա բազմող հովվապետը փոխվել է միայն բնական մահվան կամ Աստծո կամքով երկրային կյանքին հրաժեշտ տալու պարագայում։ Այդպես պետք է լիներ ըստ էության, սակայն պարզվում է իրականությունը այլ է։ Ընդ որում այդ իրականությունը գաղտնիք չէ, պարզապես դրա մասին այնքան քիչ է խոսվում, որ մի տեսակ մոռացել ենք։ Այսօր խոսելու ենք հենց այդ իրականության մասին։ Մեր եկեղեցու բազմադարյա տարեգրության մեջ կան դավադրություններ, հակաթոռ կաթողիկոսների պայքար, աքսորներ եւ անգամ ինչպես չար լեզուներն են ասում, ավելի ճիշտ ինչպես պատմիչներն են վկայում, թունավորումներ։ Պատմական վիճակագրությունը առավել քան խոսուն է։ 132 կաթողիկոսներից առնվազն 15-ը հեռացել է աթոռից ոչ իրենց կամքով կամ կյանքի ավարտով։ 5 հոգևոր պետ պաշտոնանկ է արվել, որոնցից 2-ը որպես գահը զավթող։ Եղել են նաև դեպքեր, ինչպես Ստեփանոս Առաջինը եւ Հովհաննես Սսեցին, որոնք թեպետ գրավել էին գահը, սակայն այդպես էլ գահընկեց չեն արվել, մնալով պատմության մեջ որպես բացառություններ։ Եվ այսպես վերադառնանք ցավոտ ցուցակին եւ անդրադառնանք յուրաքանչյուրին, ով թողել է կաթողիկոսական գավազանը հոժարակամ կամ հարկադրաբար, նաև այդպիսի դեպքեր ենք ունեցել։ Ամեն ինչ սկսվեց 630 թվականին, երբ 27-րդ կաթողիկոս Քրիստափոր Բ-ն դարձավ գահից հրաժարված առաջին հայոց հայրապետը։ Ընդամենը 2 տասնամյակ անց 652 թվականին նույն քայլին դիմեց 29-րդ կաթողիկոս Նրսես III-ը։ Ժամանակի ընթացքում իրավիճակը ավելի սրվեց, 10-րդ դարում 969 թվականին ականատես եղանք արդեն ոչ թե հրաժարականի, այլ ուղղակի գահընկեցության։ 55-րդ կաթողիկոս Վահանսյոնին հեռացվեց աթոռից։ Հաջորդ դարասկզբին 1019 թվականին 58-րդ կաթողիկոս Սարգիս առաջինը ընտրեց հրաժարականի ճանապարհը։ Կիլիկյան Հայաստանի եւ ուշ միջնադարի հայոց պատմությունը եւս զերծ չմնաց այս երևույթից։ 1166 թվականին գահից հրաժարվեց 63-րդ կաթողիկոսը Գրիգոր Г-ն, սակայն դրան հաջորդող դեպքերը առավել դրամատիկ էին։ 1194 թվականին գահընկեց արվեց 66-րդ կաթողիկոս Գրիգոր Ե Քարավեժը, իսկ 1289 թվականին նույն ճակատագրին արժանացավ 71-րդ կաթողիկոս Կոստանդին Բ-ն։ Առանձնահատուկ ուշադրության արժանի է 76-րդ կաթողիկոս Հակոբ Բ-ի պատմությունը։ 1341 թվականին նրան ստիպեցին հրաժարվել գահից, սակայն ճակատագրի հեգնանքով կամ պատմական արդարությամբ նա վերականգնվեց իր աթոռին 1355 թվականին։ 15-րդ դարը հատկապես հարուստ էր նմանատիպ իրադարձություններով։ 84-րդ կաթողիկոս Գրիգոր Ն, որը զավթել էր աթոռը 1411 թվականին, գահընկեց արվեց 7 տարի անց, 1418-ին։ Նրան հաջորդեցին մի շարք հրաժարականներ։ 1441 թվականին 87-րդ կաթողիկոս Գրիգոր Թ-ն, 1443 թվականին 88-րդ կաթողիկոս Կիրակոս Ան և 1484 թվականին 92-րդ կաթողիկոս Սարգիս Բ-ն։
Գալով ավելի նոր ժամանակներ տեսնում ենք, որ ավանդույթը չի խախտվել եւ 1629 թվականին հրաժարական տվեց 100-րդ կաթողիկոս Դավիթ Դ. Վաղարշապատցին, իսկ 19-րդ դարի սկիզբը նշանավորվեց եւս մեկ զավթումով 117-րդ կաթողիկոս Դավիթ Յեն 1801 թվականին ապօրինաբար տիրացավ գահին, սակայն գահանկեցարվեց 1807 թվականին։ Այս երկար շղթան ըստ պաշտոնական տվյալների եզրափակվում է 1830 թվականով, երբ 119-րդ կաթողիկոս Եփրեմ I-ը հրաժարվեց գահից։ Այդ օրվանից անցել է գրեթե 2 դար եւ կարծես մոռացության է մատնվել այն փաստը, որ կաթողիկոսը կարող է հեռանալ կամ նրան կարող են հեռացնել։ Այս պատմական էքսկուրսի ընթացքում ուշադրություն դարձնենք երկու կարևոր հանգամանքի։ Այո, պատմության ընթացքում ունեցել ենք դեպքեր, երբ հայոց աշխարհիկ եւ հոգեվոր առաջնորդները ասել է, թե թագավորը եւ կաթողիկոսը հակասություններ ունեցել ենք թագավորներ, որոնք փորձել են միջամտել եկեղեցու ներքին գործերին, ունեցել ենք նաեւ կաթողիկոսներ, որոնք ակտիվ միջամտել են պետական քաղաքականությանը, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին եւ հաճախ որոշիչ դեր են խաղացել ճակատագրական պահերին։ Լավ թե վատ արդեն քննարկման այլ թեմա է։ Եվ որոշ կաթողիկոսների հեռացման պատճառները հենց աշխարհիկ իշխանության հետ ունեցած հակասություններն են եղել։ Բայց կաթողիկոսների հրաժարականների հեռացումների դեպքեր ունեցել ենք նաև հայոց պետականության կորստից հետո։ Դեռ ավելին, նման դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ հայկական պետականություն չենք ունեցել, այսինքն 11-ից 19-րդ դարերի ընթացքում։ Եվ նորից գանք մեր օրերին, կաթողիկոսի հրաժարական կամ հեռացում արդյոք Գարեգին Բ-ն 132-րդ ամենայն հայոց կաթողիկոսը կհամալրի աթոռից հեռացած կաթողիկոսների շարքը, դառնալով, եթե չեմ սխալվում, այդ ցուցակում 11-րդը։ Կամա թե ակամա հասել ենք այն կետին, որ թեման հայտնվել է հանրային քննարկման տիրույթում, ով է ճիշտ եւ ով սխալ։ Չեմ հավակնում անբեկանելի կարծիք ներկայացնել, իմ խնդիրն ավելի շատ համարում եմ պատկերը հնարավորինս ամբողջական ցույց տալը, գնահատականներն ու որոշումները թողնելով յուրաքանչյուրիդ հենց անձնական մակարդակում։ Ակնհայտ է մի բան, Փաշինյան Գարեգին Բ դիմակայությունը արդեն հատել է այն գիծը, մինչև որին հասնելը գուցե հնարավոր կլիներ հարցը հանրության աչքից հեռու ներքին պայմանավորվածությունների միջոցով լուծել։ Թեման արդեն այն աստիճանի է հանրայնացվել, որ թաքուն լուծումների շանսերը գրեթե զրոյական են, այնպես որ սպասենք զարգացումներին հիմքեր կան կանխատեսելու, որ առաջիկայում դրանք կլինեն բավական բուռն, այնպես որ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։